Օրակարգ շարունակում է աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Դալարիկի ձորում հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի Դին Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննություն է ընթանում։ Գազ չունեցող համայնքներում ծորակից տաք ջուր կհոսի արևային տաքացուցիչների շնորհիվ, իսկ արևային հզոր կայանը կկառուցվի հաջորդ տարի։ Գյուղացիներին էլեկտրական չորանոցներ կտրամադրվեն կրկնակի էժան, ֆինանսավորող ընկերություններն էլ գյուղատնտեսներին ցածր տոկոսադրույքով արտոնյալ վարկեր կտան։ Սպիտակ սմբուկ, կարմիր վարունգ, սև կաղամբ և բրոկոլի, առողջ սնունդ կոոպերատիվի գործարար կանանց հաջողության գաղտնիքը։ Հրդեհի համաճարակ է Եվրոպայում, այրվում են Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իտալիայի անտառները, կրակը մոտենում է հավերժական քաղաքին։ Սուրբ քաղաքում մետաղորսիչներ չեն լինի, Իսրայելը նվազեցնում է լարվածությունը, պաղեստինցիները սակայն դեռ նեղացած են, նրանք աղոթում են տաճարի լեռան հարևանությամբ։ Աղոթք, ցույցեր, բժիշկների խորհրդակցություններ, հանուն 11-ամսական Չարլի Գարդի փրկության։ Ծնողները դադարեցրել են պայքարը, կենսապահովման սարքն անջատելու վճիռը կկայացնի դատարանը։ Դիմախաղով ու մարմնի լեզվով Հայաստանում կայացել է մնջախաղի միջազգային փառատոնը։ Դաիսի Շալախո Կինտաուրի հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների քառորդարյա Հոբելյանը Ռուստավի համույթը նշանավորել է համերգով։ Եվ այսպես Երևանում է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ հատկապես տնտեսական կապերի ակտիվացման և ներդրումների ներգրավման հարցում։ Նախարարը Հանեգբին նշել է, որ այցի նպատակն է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում IT, զբոսաշրջության, առևտրի, գյուղատնտեսության բնագավառներում բացահայտել այն ուղղությունները, որոնցում երկու երկրները կարող են ծավալել գործնական փոխշահավետ գործակցություն։ Իսկ արտգործնախարարությունում Ցախի Հանեգբին Էդվարդ Նալբանդյանի հետ ստորագրել է համաձայնագիր, որով վերացվում են մուտքի արտոնագրերը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Նախարարները նաև վավերացրել են եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու կոնվենցիան, կարևորել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։ Պետությունը հաշվառել է չգազիֆիկացված համայնքները, դրանք շուրջ 300-ն են, կապույտ վառելիք չունեն հատկապես սահմանամերձ համայնքները։ Այլընտրանքը կա ավելի մատչելի, հարմարավետ ու երկարակյաց, այնտեղ որտեղ գազի խողովակը չհասնի, կապավինեն արևի էներգիային, որը կապահովի ջերմությամբ ու տաք ջրով։ Էներգետիկ գերատեսչությունն ամփոփել է մասնագիտական կիսամյակը։ Նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունը կիսամյակային տվյալներով աճել է գրեթե 5%-ով, գրանցվել է 1,8% ներմուծման աճ, արտահանումը ճիշտ է նվազել է, բայց մինչև տարեվերջ կաճի առնվազն 20%-ով։ Որն աշխատանքներ են իրականացվել էներգետիկայի գրեթե բոլոր ոլորտներում։ Ամփոփելով առաջին կիսամյակը Հայկ Հարությունյանն առանձնացնում է չգազաֆիկացված համայնքների խնդիրը, արդեն հաշվարկել ու հստակեցրել են, որքան գումար ու ինչ է պետք անել, որ հեռավոր գյուղերում տաք ջրի ու էներգիայի հարցը վերջնականապես լուծվի։ Առաջնահերթորեն ծրագիրը իրականացվելու է միանշանակ սահմանամերձ համայնքներում գտնվող չգազաֆիկացված գյուղերում։ Գազ չունեցող համայնքների թիվը հասնում է 280-ի, գազի փոխարեն էներգամատակարարման այլընտրանքներ կլինեն ավելի էժան ու էֆեկտիվ։ Ընդհանուր ներդրումը օրինակ գազաֆիկացման համար մոտ 39 միլիարդ դրամ, արևային ջրատաքացուցիչների համար 15 միլիարդ դրամ և արևային ֆոտովոլտային համակարգեր, որպեսզի ամեն տանը 1 կՎտ տեղադրելու համար մոտ 20 միլիարդ դրամ։ Դա նշանակում է, որ գազի փոխարեն նույն գումարով յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի արևային տաքացուցիչ, որի շնորհիվ ծորագից տաք ջուր կհոսի, իսկ ֆոտովոլտային կայանները զգալիորեն կնվազեցնեն հոսանքի ծախսը։ Այսինքն մենք ռեալ տեղական արտադրությամբ կարող ենք ավելի մատչելիացնել այս տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում։ 55 մեգավատ հզորությամբ արևային կայանի նախավորակման փուլն ավարտվել է։ Մրցույթի վերջնական արդյունքները պարզ կլինեն հաջորդ տարեսկզբին։ Լիլի Դանելյան, Ռոմիկ Խաչատրյան, Օրակարգ։ Ամռան տապին զուգահեռ թեժացել է նաև գյուղմթերման սեզոնը, վերամշակողներն այս պայդրությամբ ավելի քան 10,000 տոննա պտուղ բանջարեղեն են մթերել, ցուցանիշերը գոհացնող են, ասում են Ագրարային գերատեսչությունում և հաստատում, հողի մշակին կտրամադրեն մինչև 10 միլիոն դրամի արտոնյալ վարկ։
Ստորագրված պայմանագրով գյուղատնտեսներին կտրամադրեն էլեկտրական չորանոցներ։ Ֆինանսավորող եւ չորանոց արտադրող ընկերությունները պարտավորվում են գյուղացուն վարկ տալ արտոնյալ պայմաններով ու ցածր տոկոսադրույքով։ Չորանոցները տրամադրվելու են առևտրային իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք գործունեություն են իրականացնում տվյալ ոլորտներում։ Տեղական արտադրության չորանոցները տեխնիկապես չեն զիջում արտասահմանյանին։ Գինն էլ կրկնակի ցածր է։ Գյուղացուն կառաջարկեն չորանոցի մի քանի տեսակներ։ Նախատեսված են 3 մոդել՝ 550 կիլոգրամանոց, 750 եւ 950 կիլոգրամանոց, որոնք վերաբերվում են թարմ մրգերին։ Գյուղատնտեսությունում ոչ միայն պտուղ բանջարեղենի չորացման, այլև մթերման ու արտահանման ակտիվ շրջանն է։ Վերամշակողներն արդեն մթերել են 10.500 տոննա գյուղմթերք։ Վիճակագրությունը վկայում է, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մթերվել է 67%-ով ավելի գյուղմթերք։ Արտահանվել է 65,000 տոննա պտուղ բանջարեղեն, որից 26,000-ը ծիրան։ Ցուցանիշներից ես կառանձնացնեի ելակի արտահանումը շուրջ 2500 տոննա, որը շուրջ 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա արտահանման ծավալը։ Կարտոֆիլի մասով արտահանվել է 5400 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվանից շուրջ 3 անգամ ավել։ Տարվա սկզբից լիզինգային ծրագրով վաճառվել է 65 միավոր գյուղտեխնիկա, որից 29 տրակտոր։ Աշնանը գյուղացիական տնտեսություններին 7 միլիարդ դրամի պետական աջակցությունը կլինի հասցեական ու նպատակային։ Վարկերը կտրամադրվեն 3-ից 10 միլիոն դրամի չափով 3-ից 5%-ով։ Գյուղատնտեսական տարվա այս շրջանում ցուցանիշներն օրորի են ավելանում, մինչև խորաշուն անելիք դեռ շատ կա։ Մուշեղ Իսախանյան, Հակոբ Սարգսյան, օրակարգի համար։ Տեղափոխվենք Լոռի, այստեղ Վարդաբլուրի առողջ սնունդ կոոպերատիվն իր շուրջը համախմբել գյուղի կանանց հայթայթում, կլիմայավարժեցնում եւ մշակում են ոչ ավանդական բանջարեղեն։ Ծրագրի նախնական մեկնարկին կանաչ արահետի միջոցով աջակցել է Էմփարթի գործընկեր կազմակերպությունը։ Սկզբում համայնքային զարգացման խումբ էին, բոլորն էլ կին։ Քննարկեցին ու պարզեցին, որ շատ ժողովուրդների համեմատ սննդի մեջ բուսականն ու բանջարեղենը քիչ են օգտագործում։ Այս պատմական անարդարությունը շտկելու եւ մեր գաստրոնոմիան բազմազանացնելու նպատակով հիմնեցին առողջ սնունդ կոոպերատիվը։ Համացանցից գտնում եմ իմ հետաքրքիր սերմը, մշակաբույսը եւ փորձում եմ արտերկրից ձեռք բերել բարեկամներիս միջոցով։ Հիմա նպատակս կարմիր վարունգ ձեռք բերելն է։ Սպիտակ սմբուկ սկսել են մշակել 2 տարի առաջ։ Հիմա փորձարկում են կիվասոն, պասասող, բրյուսելյան ու սավոյան կաղամբներ։ Իսկ սև կամ գանգուր կաղամբի առաջին փոքր բերքն արդեն շուկա են հանել ու գնորդին սովորեցրել, ինչպիսի աղցան պատրաստել դրա թթվաշ տերևներից։ Կարելի է կիրառել, շուկայում էլ երևի թե այդքան մեծ ընդգրկում չունի, քանի որ մենակ ես եմ աճեցնում։ Վաճառքի նպատակով դաշտերում աճեցրածից բացի կոոպերատիվի անդամները անդրաշխարհիկ այս բանջարեղենը մշակում են նաև սեփական տնամերձերում, սերմից ու բերքից բաժին հանում բարեկամների ու հարևանների համար։ Չեմ կարծում, որ սրանք կարան ինչ-որ մեկի հետ մրցակցեն, որովհետև իրանք արդեն իսկ առաջ գնացող սնունդ է։ Նաև բրոկոլի, որով հիմա ոչ մեկին չես զարմացնի, բայց որպեսզի թե բրոկոլին եւ թե մյուս բանջարեղենը առողջ լինեն, բացառել են քիմիան։ Մեթոդը տատու պապերից լսածն է, պարարտացումը անասուններին են վստահել, բուժումն էլ մոխրաջերին։ Բայց մենք սրանով առաջ չես գնա։ Դրա համար էլ առաջինը իրենք են մտածել պահածոյացնել բրոկոլին։ Օգտագործում ենք հիմնականում հաղարջի տերև, սամիթի ճյուղեր, մաղադանոսի տերևներ, գազար, սխտոր։ Վարդաբլուրի համայնքային զարգացման խմբի անդամները մեծ տիպում են լինել նաև գյուղի լճերում։ Արհեստական լճեր են, գողտրի կափերով։ Գյուղի զարգացման հաջորդ գաղափարը լճերի ափերին հանգստի գոտիներ ստեղծելն է։ Հրաչյա Պապինյան, Արմեն Հովսեփյան, օրակարգ։ Ձմերուկի, գարեջրի, պանրի, խորովածի, մեղրի Հայաստանում անցկացվող փառատոների շարքը կարելի է երկար թվարկել։ Հերթականը նվիրված էր բրոկոլիին։ Հայաստանում այս բանջարեղենն առաջին անգամ աճեցրել ու մշակել են 4 տարի առաջ Գարգար համայնքում։ Փառատոնի ընթացքում պատրաստվել են բրոկոլիով համեղ ուտեստներ ու աղցաններ։ Նախորդ տարի փառատոնից հավաքված գումարը տրամադրվել է տեղի եկեղեցու վերանորոգմանը։ Այս տարի հանգանակված գումարով համայնքի թվային գրադարանը կստեղծվի։ Մենք մշակում ենք բիո եղանակներով, օգտագործում ենք պարարտանյութի փոխարեն ուրեմն կենսահումուս հիմնականում։ Առաջի հերթին նախասիրություն է, իսկ անհրաժեշտությունը վիտամինների հարուստ լինել այնքան շատ է, որ պարտադիր պետք է բոլորն օգտվեն։
Սևանա լիճը կարծր աղտոտվածություն ունի, այս համոզմանն են լճի ավազան հետազոտողները, սա կենդանական և բուսական աշխարհի համար վտանգավոր երևույթ է։ Իրավիճակը փոքր-ինչ բարելավել է լճի մակարդակի մի քանի մետր բարձրացման շնորհիվ։ Ավազանն սկսել է ինքնամաքրվել, բայց դա հարցի վերջնական լուծում չէ։ Ջրի հատակին աղբի մեծ շերտ են դառնում նաև ձկնորսական սարքեր, ամենաքաղցրահամ երկրորդ լճի ուսումնասիրություններն այժմ հայ և ֆրանսիացի ջրասուզորդներն են շարունակում։ Ափագիծը տեղաշարժվել է ջրի մակարդակը բարձրանալու հետևանքով եւ նախկինում ափամերձ հատվածի չմաքրված աղբը հիմա հայտնվել է ջրի տակ։ Եվ այդ կարծր աղտոտումը իսկապես ահագնացող է։ Օրվա քրեական քրոնիկոնից կեսգիշերին Դալարիկի ձորում հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդական 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննություն է ընթանում։ Հիշեցնեմ, Սիմոնյանը հուլիսի 23-ին տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել, որոնվում էր որպես անհետ կորած։ Արմավիրի մարզպետարանի 203 աշխատասենյակի դուռն արդեն 4 օր է չի բացվել, ճիշտ այդքան օր մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանն աշխատանքի չի ներկայացել։ Նրա առեղծվածային անհետացման մասին կինը ոստիկանության Արմավիրի բաժնին էր ահազանգել։ Որոնումների արդյունքում հուլիսի 25-ին ժամը 23:30-ին Միասնիկյան Դալարիկ ճանապարհի մոտ Դալարիկի ձոր կոչվող տարածքում հայտնաբերվել է Սիմոնյանի դին կապ-կպված վիճակում։ Մարզպետարանի միջանցքները երբեք այսքան դատարկ ու լուրջ չէին եղել, խորհրդականի անհետացման, իսկ հետո սպանության մասին լուրը ցնցել էր բոլորին։ Բարեկիրթ, զուսպ, կազմակերպված ոչ կոնֆլիկտային մարդ էր, ասում են գործընկերները։ Բավականին երկար ժամանակ էր մեր աշխատակազմում էր, որևէ ձևով ինքը բացական իմաստով աչքի չի ընկել, չի առանձնացել։ Խորհրդականը միջև ուրբաթ աշխատանքի է եղել, գործընկերները տրամադրության անկում անգամ տատանում չեն նկատել, ասում են իր տեսակով այնպիսին չէր, որ թշնամիներ ունենար։ Վերջին անգամ տեսել ենք բոլորով ուրբաթ օրը, օրվա երկրորդ կեսին եղել է նորմալ աշխատանքային վիճակում։ Նախնական տվյալով Մանուկ Սիմոնյանն իր տան բակից կանչել է մի տղամարդ, նա դուրս է եկել առանց ասելու, թե ուր է գնում եւ այլևս չի վերադարձել։ Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Նախաքննությունը Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառը պարզելու նպատակով։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հայկո Շասանյան, Հարություն Սահակյան, օրակարգ։ Քիչ առաջ օրակարգին հայտնեցին, որ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությանը։ Եվ երկու տեղեկություն միջազգային լրահոսից Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը դատարանում է առայժմ վկայի կարգավիճակում։ Իսպանական մամուլը չի բացառում, որ նա կարող է վկայից ամբաստանյալի վերածվել։ Պատճառն այսպես կոչված գյուրտելի գործն է կոռուպցիոն սկանդալը, որում մեղադրվում են Իսպանիայի հանրապետական կուսակցության անդամները ազգային մրցույթներից ստացած 88 միլիոն եվրոյի լվացման մեղադրանքով։ Դատարանում վարչապետին զգուշացրել են կեղծ ցուցմունքները հղի են մինչև 2 տարվա ազատազրկման հեռանկարով։ Միջազգային հանրության համար գործը ստացել է գերմաներեն գյուրտել անվանումը կոռուպցիայի առաջին կասկածյալ Ֆրանսիսկո Կորեայի ազգանունից։ Բրիտանական դատարանն այսօր վերջնականապես կորոշի անջատել 11-ամսական Չարլի Գարդի կյանքի երկարաձգող սարքավորումները թե ոչ։ Հազվադեպ հիվանդությամբ տառապող այս փոքրիկի կյանքը փրկելու համար շարունակվում են ցույցերն աշխարհի տարբեր երկրներում։ Ծնողներն էլ համակերպվել են մտքին, որ փոքրիկը գնում է միանալու հրեշտակներին։ Բժիշկները Չարլի Գարդին տուն չեն թողնում։ 11-ամսական փոքրիկը, որ հազվադեպ հիվանդությամբ է տառապում, կմնա լոնդոնյան հիվանդանոցում, միացված սարքավորումներին։ Ծնողները ցանկանում էին Միացյալ Նահանգներ տանել բուժման։ Խնդիրը նաև նախագահ Թրամփի ուշադրության կենտրոնում էր։ Բայց ապրելու 10% հավանականության հույսն էլ մարեց բժիշկների հետ խորհրդակցությունից հետո։ Չարլիի թեմայով բժիշկների քննարկում է տեղի ունեցել նաև Ռոմում։ Եթե անգամ Չարլիի ծնողները գիտական ուսումնասիրության համար փող առաջարկեին, միևնույն է, մենք երբեք չէինք ընդունի։ Մենք դրամատիկ իրավիճակում ենք, երեխան կորցրել է իր մկանների 90%-ը, բուժումն անհնար է, պետք չէ մեղավորներ փնտրել, մեր առջև հազվադեպ հիվանդությամբ երեխա է, դրա դեմ պայքարի միջոցներ մինչև հիմա չկան, բայց կան բուժման փորձնական մեթոդներ, գուցե դա է հնարավորությունը։
Փոքրիկի ծնողները դադարեցրել են պայքարը, բայց հույսը չեն կորցրել։ Բժիշկներին են մեղադրում, ամիսներ շարունակ նա պառկած էր հիվանդանոցում առանց բուժման։ Եթե ժամանակին բուժում ստանար, այսպես չէր լինի։ Շատ ժամանակ ենք վատնել, հենց դա է պատճառը, որ բուժումն անհնար է շարունակել, ասում է Չարլիի հայրը։ Մենք պատրաստվում ենք անել ամենաբարդ բանը, որ երբևէ ստիպված ենք եղել անել։ Մենք թողնում ենք մեր խեղճ Չարլիին, որ գնա եւ միանա հրեշտակներին։ Սա մի քաղցր, անմեղ, հրաշալի փոքրիկ տղայի պատմություն է, որը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ եւ որը շանս ուներ ապրելու։ Չարլիի կյանքի համար աղոթում է նաեւ Ռոմի պապը։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Վերադառնանք Երևան ազգային պատկերասրահի ու պատմության թանգարանի ղեկավարության հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մշակութային այս կառույցներում իրականացվող թվայնացման գործընթացին, զբոսաշրջային գրավչության ավելի բարձրացմանն ու զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։ Կարապետյանը նաև ծանոթացել է հայոց թագավորներն ու թագուհիները 17-ից 19-րդ դարերի եվրոպական փորագրանկարներում եւ հայկական պաստառներում խորագրերով ցուցահանդեսին, որոնց մեջ կան հազվագյուտ եւ ցայսօր անհայտ նմուշներ։ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ավելացրել է Մնջախաղի միջազգային փառատոնը, հայկական եւ արտասահմանյան թատերախմբերը 2 տասնյակից ավելի բեմադրություն են ներկայացնում ժեստերի ու մարմնի լեզվով պատմելով մարդկային հույզերի եւ ապրումների մասին։ Եթե մարդիկ թատրոն չեն գնում, թատրոնն ինքն է գալիս մարդկանց մոտ։ Հենց այս սկզբունքով արդեն 6-րդ անգամ Մնջախաղի միջազգային փառատոնը բացօթյա ներկայացումներով ու վարպետության դասերով հանդիպեց հանդիսատեսի հետ։ Շատ հրաշալի առիթ է փառատոնը, որպեսզի տեսնենք, թե ուրիշները ինչպես են այս ժանրում, ինչ հետաքրքիր գաղափարներ ունեն, ինչ նոր մոտեցումներ են կիրառում։ Հայ դերասանների հետ եւս 6 երկրի ներկայացուցիչ օրեր շարունակ հանդիսատեսի հետ լուռ ու մունջ էին շփվում, մարմինն ու զգացմունքներն էին խոսում։ Շատ գեղեցիկ փառատոն է եւ մենք երջանիկ ենք այստեղ գտնվել։ Մեզ համար հետաքրքիր է տեսնել Մնջախաղի տարբեր ոճերը եւ կիրառվող տեխնիկան։ Հայաստանյան Մնջախաղի փառատոնը բաց չեն թողնում նաև նախորդ տարվա մասնակիցները, ասում են տարեց տարի խաղացանքն էլ ավելի է հարստանում։ Երբ ես իմ երկրում ասում էի գնում եմ Հայաստան փառատոնի մասնակցելու, հարցնում էին Հայաստան, դա որտեղ է։ Ձեր երկիրը գեղեցիկ է եւ գեղեցիկ մշակույթ ունի, բայց մարդիկ են, որ ժպտում ու գեղեցիկ են դարձնում Հայաստանը։ Ենգիբարյան արվեստի փառատոնն իր մասնակիցներին ճանապարհում է մրցանակներով, Հայաստանը հիշեցնող կոնյակով եւ հաջորդ տարի թատերական քարտեզի սահմանները մեծացնելու հույսով։ Լիլիթ Հարությունյան, Լիլիթ Մուրադյան, Էդմոնդ Հակոբյան, օրակարգի համար։ Կոմիտաս երգող ազգնան մահ է երգչուհի Օֆելիա Ամբարձումյանի այս խոսքերն են փորագրված Կոմիտասի անվան Պանթեոնում այսօր բացված նրա հուշարձանին։ Հանրապետության ժողովրդական արտիստու երգն առանձնանում էր խոր արտահայտչականությամբ ու ազգային վառ երանգավորումով։ Նրա երգացանկում հիմնականում հայ ժողովրդական, գուսանական եւ աշուղական երգեր էին։ Հուշարձանի բացմանը ներկա էին հարազատները, գործընկերներն ու արվեստի երկրպագուները։ Շատ ցավով եմ արձանագրում իր այսօր մեր կողքին չլինելը, որովհետև նա ոչ միայն մեծագույն արտիստ էր, այլ նաև հրաշալի ընկեր, մարդ, որը ուշադիր էր իր ընկերների, ոչ միայն ընկերների, այլ նրանց հարազատների, ընտանիքի անդամների հանդեպ։ Դեպի հավերժություն է գնում մի անուն, ով 6 ավելի 7 տասնամյակ կարողացել է հայ երգը հասցնել իր բարձրակետին, հասցնել յուրաքանչյուր հայի գիտակցությանը, հոգուն, հային հայ պահել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Երևանի ձայնը, ողջ Սփյուռքն ու Հայաստան այս բառակապակցությամբ ասոցացնում է հաղորդավար ասմունքով ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի հետ, որին այսօր հրաժեշտ տվեցին հարազատները։ Հարազատների վկայությամբ կյանքի երկար տարիների ընթացքում Վերա Հակոբյանը երբեք չի մոռացել հայ բանաստեղծությունը։ Երջանիկ կին էր իր աշխատանքով բավարարված, իր ընտանիքում եւ շատ մեծ հայրենասեր էր։ Դա նույնպես ի վերուս տրված ձիրք էր։ Վերա Հակոբյանը իմ մանկությունն է, երիտասարդությունն է, Վերա Հակոբյանը Երևանն է, Վերա Հակոբյանը խորհրդային Հայաստանն այն տարիների, Վերա Հակոբյանը նաեւ այն ժամանակ մեզ համար շատ հեռու եւ շատ մոտիկ հայկական Սփյուռքն է։
Երևան-Թբիլիսի դիվանագիտական հարաբերությունների 4-րդ դարի հոբելյանը նշվել է պարային հրավառությամբ, վրացական երկու պարը Խաչատրյան համերգասրահում ցուցադրել է Ռուստավի համույթը։ Նախաձեռնությունը մեր երկրում Թբիլիսի դեսպանատանն է, որ գործակցել է Հայաստանի մշակույթի նախարարության հետ։ Հայ հանդիսատեսին հոգեհարազատ ու սիրելի։ Ռուստավի համույթի ղեկավարն այսպես է նկարագրում երգերն ու պարերը, որոնք ընտրվել են հայաստանյան հանդիսատեսի համար։ Իմ ճաշակով եմ ընտրել մեր ժողովուրդները մեկը մյուսից հավնել գիտի ուրախություննել, այդ 25 թիվն էլ խորհրդանշական է, հայն ու վրացին դարավոր բարեկամներ են։ Արամ Խաչատրյան համերգասրահում Ռուստավի համույթի համերգը հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով էր։ Փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը սկսեց իր շնորհավորական խոսքը, բայց արագ միտքը փոխեց, ասելու այնքան բան կա, ավելի լավ է համերգը վայելենք։ Բարեկամության ավելի լավ խորհրդանիշ, քան մշակույթն է, չի կարող լինել, ասում է մեր երկրում Վրաստանի դեսպանը։ Գիտենք, որ հայերը շատ են սիրում վրացական մշակույթը, հատկապես բանահյուսությունը, վստահ ենք, որ մեծ հաճույք կստանան այս համերգից։ Մինչև տարեվերջ հայ հանդիսատեսը մեր երկրի շատ բեմերում դեռ կհասցնի վայելել արդեն հարազատ դարձած վրացական շալախոն ու կինտաուրին։ Ուզաննա Վարդերեսյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Առավել ընդլայնված օրակարգով կհանդիպենք մեր հիմնական թողարկմանը երեկոյան 9-ին առայժմ։